Հարուսարշավի վերջին հանրահավաքը իրականացրեց Հայաստան, Դաշինքը, Սևանում։ Տարածվի անանունը, հայ Հայաստանը, մերն է, սերն է, դունը Կողմնորոշիչ էր այս քարոզարշավը, դուք կարողացաք ընտրել, համեմատել, հասկանալ, ինչ նորություն ձեզ բերեց այս քարոզարշավը։ Նորություն բերեց, որ ոնց ես հասկանում եմ հեղափոխություն է տեղի ունենում, ինչքան որ ես հասկացա, որովհետև էսի չի լինի 21 թվի նման, այլ էսի ուղիղ արդեն մենք տենում ենք իշխանափոխություն գոնե կլինի։ Դա եղել լինելու է, որտեղ այս ձև չել է 21 թվին, բայց մի Դուք զարմանում եք, որ 21 թվին այսպես չէր։ Դե իհարկե զարմանում եմ, ու պետք է 21 թվին ճիշտը լիներ, որ փոփոխությունը լիներ, դե իմիջը լավ ստացվավ, ինչ ասեք։ Բայց արդեն որ այսքանը մենք տենում ենք, էլի որ ստացվում է, էլի ինչ-որ մի բան կլինի երևի։ Տեսնենք, իհարկե։ Որովհետև տենց ապրել, ուղղակի դա իմ կարծիքն է, ես չեմ կարող մնացածը, բայց դա նվաստացված է Հայաստանը։ Դուք նկարվեցիք Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես բարևեցի ձեռքով։ Սիրելի հայրենակիցներ, նախ ցանկանում եմ անդրադառնալ, այս օրերին շատ ենք խոսել այս իշխանության հիմնական մի քանի ստերի։ Առաջինը, այս ամբողջ ընթացքում այս չարիքի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր ժողովրդին ասում է. եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Ժողովուրդ ջան, սուտ է ասում։ Եթե ինքը ընտրվի, այդ ժամանակ է պատերազմի հավանականությունը մեծ, իսկ իր գլխավորությամբ պատերազմի ելքը կանխորոշված է երաշխավորված պարտություն։ Այս ամբողջ ընթացքում ասում են, որ ընտրեք մեզ, որ Հայաստանում ժողովրդավարությունը անկում չունենա։ Սուտ է ասում, Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության թշնամին է։ Եվ ամեն ինչ անում է նաև հենց այս օրերին, որ երկրում ձևավորվի մեկ մարդու բռնապետություն։ Այս ընթացքում մեր ժողովրդին ասում է, որ ընտրեք ինձ, որպեսզի ձեզ տանի Եվրոպա։ Սուտ է ասում, ինքը ոչ միայն չի կարող Եվրոպա տանել, այլ Թուրքիային ու Ադրբեջանին հրավիրում է Հայաստան։ Այս օրերին ասում է, որ ընտրեք ինձ, կգնամ ԵԱՏՄ-ի հարցերը կլուծեմ։ Եվ այն գյուղամբրակները, որ սահմանափակված են այդ հարցերը կլուծեն։ Սուտ է ասում, եթե ինքը մնաց իշխանության, այդ սանկցիաները ավելանալու են եւ երկիրը կանգնացնելու է նոր սոցիալ-տնտեսական աղետի առջև։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, այն որ անընդհատ ձեզ ասում է ընտրեք ինձ, մեր երկրին տեր կանգնեմ, սուտ է ասում, ինքը այս երկրի քանդողն է, այս երկրի թշնամին ու այդ սատանաների ոհմակին հունիսի 7-ին պետք է վրընդենք։ Սիրելի հայրենակիցներ, փորձել ենք մեր քաղաքացիներին մի բան բացատրել, որ այս իշխանությունը ստի
ու կեղծիքի իշխանությունը։ Համաձայն եք։ Սիրելի սևանցիներ, ինչ էին ասում սրանք։ Սրանք Շուշիում պարում էին, ասում էին Աղդամը մեր հայրենիքն է։ Հիշում եք։ Բայց հիմա ինչ են ասում։ Ասում են ժողովուրդ ջան, սխալվել ենք։ Մարդիկ, ովքեր քաղաքական ուժերի, ղեկավարների, քաղաքական գործիչների լեզվական սայթակումները համարում են ճակատագրական սխալ, հայտարարում են, որ հայրենիքի հարցում սխալվել են։ Դուք ուզում եք իշխանություն, որը հայրենիքի հարցում սխալվել է ու էլի է սխալվելու, եթե ընտրվի։ Հիմա ինչ են ասում։ Վերջերս Սյունիքում հայտարարում էր, ասում էր Սյունիքը Հայաստան է, ժողովուրդ ջան։ Ոնց որ ասում էր, որ Արցախը Հայաստան է։ Ասում են Գեղարքունիքը Հայաստան է, բայց դուք ունեք որևէ երաշխիք, որ վաղը Աստված մի արածը, եթե ընտրվեն, նորից չեն հայտարարելու, որ Գեղարքունիքի հարցում էլ են սխալվել, Սյունիքի հարցում էլ են սխալվել, то Երևանի հարցում էլ են սխալվել, դուք նման երաշխիք ունեք, բայց մենք ասում ենք, Սևանը գյոյչա չի դառնալու, Երևանը Երևան չի դառնալու, Զանգեզուրի միջանց չի լինելու, ադրբեջանցիները Հայաստանում չեն բնակվելու, Ռամիլ Սաֆարովների երեխաները մեր երեխաների դպրոց չեն գնալու։ Ժողովուրդ ջան, Առաջիկա օրերին սիրելի հայրենակիցներ, հմեկի երեխա ճիշտ բաններ ասեն, Հայաստան, 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 Առաջիկա օրերին դուք հավանաբար հմեկի տաղավարից, հանրապետության հրապարակից կլսեք ստի ու կեղծիքի վերջին չափաբաժինը, ոչինչ, թո այդ վերջին ստերն էլ, ասեն միևնույնը մի քանի օրից պետք է իրանք վռնդվեն և մեր երկրից վերանա այդ սուտը, կեղծիքը, մանիպուլացիան, ատելության խոսքը և մենք պետք է հաստատենք կայունություն քաոսի փոխարեն, համերաշխություն պառակտվածության փոխարեն։ Այս օրերին ինձ ամենահաճախը գիտեք ինչ են ասում, վստահ եմ ձեր շրջապատում էլ են ասում են, եթե սա վերընտրվի, մենք երկրից գնալու ենք, հաճախ եմ այս խոսքը լսում։ Չէ, սիրելի հայրենակիցներ, երկրից նեղանալ չկա, ընդհակառակը, պինդ, ամեն մեկս իրա դիրքում կանգնած պահելու ենք այս երկիրը, իսկ նրանք, ովքեր մեր երկրի թշնամիներն են ներսում, ուղղակի վռնդելու ենք, պահել երկիրը։ Այո, ծանր ժամանակներ ենք ապրում, սակայն սրանից շուրջ 100 տարի առաջ մեր ժողովուրդը կարողացել է դիմագրավել շատ ավելի ծանր օրեր շնորհիվ նվիրյալների սերնդի։ Եվ ես իմ ոգեշնչումը ստանում եմ հենց այդ սերնդից, որի ներկայացուցիչներից էր նաև մեծ պապս, Ալեքսանդր Թամանյանը։ Թամանյանի թողած նյութական ժառանգությունից ոչ պակաս կարևոր է այն, որ նա և իր սերնդակիցները կարողացան իրենց սեփական օրինակով ցույց տալ, որ նույնիսկ ամենածանր և անհուսալի թվացող ժամանակներում կամքի բացառիկ դրսևորումով և մեծ նվիրումով հայրենիքի շենացման գործին լծվելու դեպքում կարելի է բերել այնպիսի փոփոխություն և ստեղծել այն, ինչը դեռ երեկ անհնարին էր թվում։ Սիրելի երիտասարդներ, այսօր հերթը մերն է։ Եկեք լինենք այն սերունդը, որը կփոթորկի բոլոր հայ մարդկանց սրտերը և կբերի նոր արշալույս մեր հայրենիքին։ Եվ ուրեմն միասին կարող ենք։ Միասին կարող ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալությունները բարձր ծափարենք Ալեքսանդր Թամանյանի ծորում։ Ժողովուրդ ջան, Ագնես Ախամոյանը մի բան ասեց, հիշեցրել է ձեզ, ինչպես ԿՊ-ի կարկառուն դեմքերից մեկը տարիներ առաջ Աղդամում ասել է, որ Աղդամը իր հայրենիքն է։ Հետո ասեց, որ սխալվել է։ Ժողովուրդ ջան, չի սխալվել։
ինքը ճիշտ է ասել։ Աղդամը այդ մարդու հայրենիքն է եւ պետք է համախմբված ուղարկենք իրեն հայրենիքը։ Մեկ մտածում եմ, ես որ ես վերջի օրն է Քարոզարշավի նախավերջի օրն է, բայց վերջի հանրահավաքն է։ Մեկ մտածում եմ, ես առանց հանրահավաքներից ոնց ենք անելու, ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելու, ելույթներ ունենալու, ինչ որ մի քիչ ժամանակ է պետք լինելու հետ վարժվելու համար, կոնկրետ գործով զբաղվելու համար։ Հայրենիք կառուցելով, հայրենիք պաշտպանելով։ Ժողովուրդ ջան, այս իշխանությունը արեց ամեն ինչ, որ այս Քարոզարշավը դառնա մի sense թույնով լցած քաղաքական process։ Որ այս Քարոզարշավը լցված լինի ստով, կեղծիքով, ատելության խոսքով։ Որով եւս մեկ անգամ այն ինչ անում էին 18 թվականից, եւս մեկ անգամ փորձեցին բաժանել մեր ժողովրդին, թշնամացնել իրար։ Ընտրություններից հետո պետք է սկսենք հակառակ process-ը, վերանորոգել մեր երկիրը։ Ձեզ հետ միասին։ Համաձայն եք։ Քարոզարշավի ավարտին ես կցանկանայի Ռոբերտ Քոչարյանին հարցնել, թե ինչ տպավորություն ունի ընդհանուր առմամբ այս արշավին։ Փոքր հեռանա։ Ես կցանկանայի նրան ինչ ճշտել իր տպավորությունը ընդհանուր առմամբ Քարոզարշավից, բայց քանի որ անթիվ անհամար մարդիկ կանգնած էին հերթի նկարվելու համար, ես չկարողացա նրան այդ հարցը տալ, բայց մի հետաքրքիր դիտարկում կարող եմ ներկայացնել նրա ելույթից։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ահա վերջին հանրահավաքն է Սևանում եւ ինքը մտածում է ինչպես են ապրելու առանց մարդկանց հետ ամենօրյա շփումների։ Վերջապես ասում է, սովորել էինք մարդկանց հետ շփվել եւ նա դա անում է նկատելիորեն, շատ նկատելի զգալիորեն, անկեղծորեն։ Պետք է հուսալ, որ ապագայում եւս իշխանության գալու դեպքում Հայաստան դաշինքի ղեկավար կազմը եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանը կշարունակեն շփվել մարդկանց հետ, որովհետեւ նրանք այս Քարոզարշավի ընթացքում սովորեցին եւ սիրեցին շփվել մարդկանց հետ։ Պարոն նախագահ, ասացիք, որ սովորել եք եւ սիրում եք ժողովրդի հետ շփվել, սովորել եք այս Քարոզարշավի ընթացքում։ Դուք խոստանում եք ընտրվելու դեպքում հետագայում եւս շարունակել այսպես ակտիվ շփվել ժողովրդի հետ, որպեսզի ձեզ ճիշտ ճանաչեն։ Եթե այս հաճախականությամբ շփվես, պիտի գործ չանես։ Դե չէ, այս Ճիշտ բալանսի հարցը պետք է գտնելու, բայց կշփվեք, չէ՞ երևի։ Իհարկե, շնորհակալ։ Արդեն տևական ժամանակ է, որ նրան չի հաջողվում ուղղակի հեռանալ հանրահավաքի հրապարակից, որովհետև մարդիկ շարունակում են նկարվել, ուզում են նկարվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ոչ մեկին չի մերժում, ուղղակի բոլորի հետ անխտիր նկարվում է եւ ոչ մեկին չի մերժում։ Ինձ համար էլ այս Քարոզարշավի ընթացքում սա վերջին հանրահավաքն է եւ գուցե ինչու ոչ, գուցե ես էլ պետք է նկարվեմ նախագահի հետ։ Պարոն նախագահ, ես էլ եմ ուզում ձեզ հետ նկարվել։ Այսպեսի լավ առիթ, այո, պետք է նկարվենք։ Ուրախ եմ ձեզ հետ նկարվել։ Սա վերջին հանրահավաքն է ըստ երևույթին եւ այսպես հանրահավաքային ֆորմատով մենք այլևս չենք հանդիպի այս Քարոզարշավի ընթացքում։ Նաև Հայաստան դաշինքը ունի իր ավարտական միջոցառումը։ Վաղը ընտրության օրը, իսկ հունիսի 7-ին բոլորս դեպի ընտրություններ եւ թող կատարվի, թող իրականանան, կայանան արդար ընտրություններ եւ թող հաղթի արդարությունը։ Ամբողջ Քարոզարշավի ընթացքում
բլոգներով ձեզ քաղաքական անցուդարձը ներկայացնում էր Շաքե Ավոյանը։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։ Շարունակեք հետևել Հրապարակ TV-ի բլոգներին, հաղորդումներին, կարդացեք մեր հոդվածները, մենք ակտիվորեն լուսաբանելու ենք առաջիկա ընտրությունները։ Հաջողություն։